Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Փարիզն Ուկրաինային 2 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի։ Նոր փաթեթը ներառում է Միլան հակատանկային հրթիռներ, Միրաժ կործանիչների համար Միկա հրթիռներ, Միստրալ զենիթային հրթիռներ, զրահատեխնիկա, զինամթերք եւ անօդաչու թռչող սարքեր։ Մակրոնի խոսքով ուկրաինական հակամարտության ավարտին հասնելու համար վճռական փուլ է սկսվել։ Ֆրանսիայի նախագահը ողջունել է նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Մակրոնը միևնույն ժամանակ շեշտել է հրադադարը դեռ չի նշանակում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկում։ Նրա կարծիքով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել, եթե Մոսկվան վերադառնա Ուկրաինայի միջազգայինորեն ճանաչված սահմաններ եւ հրաժարվի օկուպացված տարածքներից։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ հույս ունի, որ Միացյալ Նահանգները բավարար ազդեցություն կունենա Ռուսաստանի վրա Մոսկվային առանց նախապայմանների հրադադարի մղելու համար։ Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է պահպանվեն եւ խստացվեն։ Ռուսաստանը պատասխան կստանա Լեհաստանի կամ ՆԱՏՕ-ի այլ անդամ պետության վրա հարձակման դեպքում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Եթե ինչ-որ մեկը սխալ հաշվարկ կատարի եւ մտածի, որ կարող է խուսափել Լեհաստանի կամ Դաշինքի որևէ այլ անդամի վրա հարձակման պատասխանատվությունից, ապա կստանա ջախջախիչ պատասխան։ Դա պետք է շատ հասկանալի լինի Վլադիմիր Պուտինի եւ ցանկացած այլ մարդու համար, ով կցանկանա հարձակվել մեզ վրա, հայտարարել է Ռյուտեն Վարշավա կատարած այցի ընթացքում։ Ռյուտեն ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել ավելացնել սպառազինությունը, հայտարարելով, որ ժամանակակից աշխարհում շատ կարևոր է ավելացնել պաշտպանական ծախսերը։ Գլխավոր քարտուղարը նշել է, որ Լեհաստանի պաշտպանական ծախսերը 2025 թվականին կազմում են ՀՆԱ-ի 4.7%, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ՆԱՏՕ-ի անդամների շրջանում։ Նա Դաշինքի մյուս անդամներին կոչ է արել հետևել Վարշավայի օրինակին։ Պաղեստինցիները Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիա բնակավայրում բողոքի ակցիա են անցկացրել, Համաս հեռացիր կոչերով պահանջելով դադարեցնել պատերազմը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պնդել են, որպեսզի Գազայում իշխանությունն անցնի ոչ կուսակցական ժամանակավոր կոմիտեին։ Համասը հայտարարել է, թե մարդիկ իրավունք ունեն բողոքելու պատերազմի պատճառած տառապանքների դեմ, սակայն դատապարտել է բողոքի ակցիան, այն անվանելով կասկածելի քաղաքական ծրագրեր։ Հյուսիսային Գազան 2023 թվականի հոկտեմբերին սկսված պատերազմից ամենաշատ տուժած շրջաններից է։ Խիտ բնակեցված տարածքում շենքերի մեծ մասը վերածվել է ավերակների, իսկ բնակչության զգալի մասը մի քանի անգամ տեղահանվել, փախչելով Իսրայելի հրթիռակոծություններից։ Պաղեստինյան պաշտոնյաների տվյալով Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայում ավելի քան 50,000 պաղեստինցի է զոհվել։ Իսրայելի զոհերի թիվը հատել է 1200-ը։ Գրենլանդիա Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցից առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմին անհրաժեշտ է վերահսկողության տակ վերցնել կղզին միջազգային անվտանգության նկատառումներից ելնելով։ Նրա խոսքով աշխարհը, այդ թվում Դանիան, շահագրգռված է, որ Գրենլանդիան պատկանի Միացյալ Նահանգներին։ Մեզ Գրենլանդիան պետք է միջազգային անվտանգության համար։ Մեզ այն պետք է, մենք պետք է այն ստանանք, ասել է Թրամփը The Vince Show-ի հետ հարցազրույցում։ Նա նշել է, որ Գրենլանդիայի մերձակայքում նավարկում են ռուսական եւ չինական նավերը, ուստի Միացյալ Նահանգները պետք է այնտեղ լինի։ Հարցին արդյոք նա կարծում է, թե Գրենլանդիայի բնակիչները ցանկանում են միանալ Միացյալ Նահանգներին, Թրամփը պատասխանել է, որ տեղյակ չէ։ Դավիթ Մուրադյան, լուրեր։